Բարև ձեզ, Factor TV հյուրը հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրամյանն է, ողջույն Տիկին Աբրամյան։ Սկսենք ժողովրդավարության հարցերից, Նիկոլ Փաշինյանի հետ սուր բանավեճից հետո, գիտենք աշխատանքից ազատվել է քաղաքացի Արփինե Սողոյանը, բոլորին հայտնի պատմություն է, վարչապետի հետ բավականին սուր բանավեճ էր տեղի ունեցել, նա վարչապետը բժշկուն նույնացրել էր ընդդիմադիր գործիչների հետ, ծնունդով Արցախից է, հիշում ենք նաև Արթուր Օսիպյանին առնչվող այդ պատմությունը, արդյոք դուք այս դեպքերը մտահոգիչ համարում եք, ես լսում եմ տեսակետներ, որ խնդիրը այն է, որ ինչ-որ մեկը համարձակվում է բանավիճել վարչապետի հետ եւ պատժվում է, արդյոք այս հարցը դուք այդպես եք դիտարկում։ Կոնկրետ այս դեպքը իրականում շատ մտահոգիչ է, քանի որ նաև ազատման այդպես պատճառաբանությունն է բավական ակնհայտ ոչ հիմնավոր, որովհետև կարծես թե հաստիքի կրճատում է ընդհանրապես տեղի ունեցել, մինչդեռ հաստիքի կրճատման համարել բավարար չեն այդպես հիմնավորումները, քանի որ հատկապես ապահովագրական այս ամբողջ համակարգի համատեքստում շատ ավելի մեծացել է պոլիկլինիկայի բժիշկների պահանջարկը եւ ծանրաբեռնվածությունը եւ այստեղ հիմնավորել, որ կա բաժինը, բայց բաժնի պետի կարիք չկա, մինչդեռ փորձառության տեսանկյունից տվյալ բժիշկը իսկապես նաև ես լսել եմ կարծիքներ հենց պացիենտներից, որ շատ փորձառու է, շատ բարեխիղճ է եւ այլ։ Այս առումով շատ մտահոգիչ է խնդիրը։ Միջադեպը ինքնին չափազանց մտահոգիչ էր դեռևս ամիսներ առաջ, որովհետև համընկավ ըստ էության եւ այն ամբողջ զայրույթը, որ այդ օր առավոտյան թերևս ուներ իշխողուրը եւ հատկապես հենց վարչապետը, որովհետեւ այդ օրն էր հրապարակվել այն ահաբեկչական տեսանյութը, որով այդպես սպառնում էր ահաբեկչական այդպես սպառնալիք էր Հայաստանի նկատմամբ, իշխող կուժի նկատմամբ, ընդհանրապես վարչապետի, հենց անձամբ վարչապետի նկատմամբ եւ այդ ամբողջ զայրույթը այդ օրը ըստ էության այդպես կուտակված թափվեց տվյալ կնոջ եւ Օսիպյանի վրա։ Երկուսի դեպքում էլ, որովհետեւ երկուսն էլ նաեւ իրենց քննադատության մեջ համարում եմ, որ բավական կոռեկտ են եւ կոռեկտության սահմաններում են տվյալ պահին խոսել Օսիպյանի նախորդած գրառումների հետ որևէ կերպ համաձայն չլինելով, տվյալ պահին, տվյալ խոսույթը եւ տվյալ պահին տեսանյութը, որը որ հրապարակված էր, նորմալ քննարկում էր եւ նաեւ այո, մեղադրանք կարող է հնչեցնել կոռեկտության սահմաններում եւ դա պիտի ընդունվի եւ դա նորմալ պիտի ընդունվի եւ դրան չպիտի հետևեն գործողություններ, հատկապես այնպիսի գործողություն, որի տեղի ունեցավ Արթուր Օսիպյանի դեպքում։ Այս կնոջ աշխատանքից հեռացումը տվյալ պահին ոչ թե, այսինքն իհարկե իրավական առումով ոչ թե հեռացում է, այլ հաստիքի կրճատում, բայց մեծ հաշվով հասկանում ենք, որ ուղղակի ազատման այդպես բանը պրոցեսը տարվել, խիստ մտահոգիչ է, որովհետև ասում եմ հիմնավորումները որևէ կերպ այդպես բավարար հիմք մեզ համար չեն տալիս։ Կարծում եմ, դատական կարգով կարծում եմ պիտի որ որոշակի այդպես գործընթաց իրականացնի, կարծեմ ինքն էլ է հենց հայտարարել։ Անգամ այստեղ գիտեք տվյալ խոսակցության զայրույթի մակարդակն էլ նաև կարող ենք հասկանալ, որովհետև ես ինքս նաև անձամբ կարող եմ հասկանալ, որովհետև ես ինքս էլ տեսել եմ իմ մոր շատ տարիներ, տասնյակ տարիներ այն ապրումները, որովհետև մորեղբայրս էլ առաջին պատերազմում է զոհվել եւ շատ ավելի ծանր է հատկապես անհետ կորածների կամ բռնի անհետացածների ընտանիքների հոգեվիճակը, որովհետև իրենք եթե մահվան դեպքում դու մի տեսակ հոգեբանական տեսանկյունից հաղթահարում ես, հասկանում ես, որ վերջ պիտի անցնես այդ չնայած շատ դժվար է եւ դա տևում է տասնամյակներ։ Կարող է չափակինվել ընդհանրապես։ Ուղղակի կարող է չափակինվել, այո, անհետ կորածների եւ բռնի անհետացածների դեպքում ընտանիքի անդամները՝ քույր, մայր, ամուսին, կին եւ այլն
ուղղակի դա սարսափելի հոգեբանական տրավմա է, որի դեպքում այո, այդ իրավունքը վաստակում են գուցե կամ զայրույթ արտահայտքը միշտ պետք է վերապահումով եւ միշտ պետք է ըմբռնումով մոտենալ տվյալ անձանց զայրույթին եւ որևէ կերպ այդ դեպքում ոչ միայն ձայն բարձրացնելու իրավունք չունես եթե դու իշխանություն ես, այլ նաև դրան հետևող գործողությունների իրավունքը չունես։ Այս պատմությունը ուղերձը մի քիչ վտանգավոր չի նաև ժողովրդավարության իմաստով, որ դուք իրավունք չունեք հակաճառել վարչապետին, հակառակ դեպքում ինչ որ հետևանքներ կլինեն, մեկը կկալանավորվի, մեկը աշխատանքից կազատվի, էլի նախորդիվ նման դեպքեր եղել են, ինչ որ քաղաքացի իրեն էտել եւ այլն։ Այս մի քիչ պրոբլեմատիկ չի նաև ընդհանրապես ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կամ ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ընտրություններից հետոյի գործընթացները մեզ համար քաղաքասարակության ներկայացուցիչների համար շատ այդպես կարևոր, այդպես փորձաշրջան կարող եմ ասել, պետք է դառնան, որովհետև մենք հասկանում ենք, որ որքան այդպես բյուրեղանում է եւ շատ ավելի բարդ է դարձել նաեւ վերարտադրել իշխանություն վերցնելը եւ վերարտադրելը որպես իշխանություն, շատ ավելի բարդ է լինելու նաեւ հետագա գործողությունները։ Այս առումով այո, մենք հնարավորինս պիտի վերահսկող այդ գործառույթները շատ ավելի ուժեղացնենք եւ շատ ավելի խստացնենք։ Տեսեք, ես կարծում եմ, ես որպես քաղաքասարակության ներկայացուցիչ տարբեր հարթակներում, տարբեր հնարավորություններ, նաև որպես հանրային խորհրդի անդամ, մենք ունենում ենք հանդիպումներ եւ այդ հանդիպումներին վստահաբար քննադատություններ տարբեր ոլորտներից, հատկապես արտաքին հարաբերություններում, ներքին դատաիրավական հարաբերությունների եւ բարեփոխումների ուղղությամբ քննադատություններ բազմիցս եւ տարբեր դերակատարների կողմից հնչեցվում են այդ հանդիպումների ընթացքում եւ դա շատ նորմալ է, այսինքն արձագանքը շատ նորմալ է ընդունվում։ Այստեղ մի փոքր այլ քննադատության մասին է, այսինքն այդ մեղադրանքների հաճախ ոչ իրական մեղադրանքներ, այսինքն չհիմնավորված մեղադրանքներ են, ամբողջ ապատեղեկատվական նաև այդ մեղադրանքներն են, որ այսպիսի նաև արձագանք են ունենում, բայց իհարկե ասում եմ, եթե դու հանրային իշխանություն ես, եթե դու ընդհանրապես իշխանություն ես, պարտավոր ես, այսինքն այդ պարտավորությունը շատ ավելի զուսպ լինելու այնուամենայնիվ հանրային իշխանությանն է, եւ սա բոլոր երկրներում եւ սա բոլոր ժամանակներում է այդպես եղել եւ պիտի լինի։ Կնայեք եւս երկու արտեզմասով անցնենք, Ազգային ժողովը ընդունեց ընտրական իրավունքը սահմանափակող մի կարգավորում, կեցության ցենզով պայմանավորված, եթե քաղաքացին 2 տարվա մեջ 1 տարին Հայաստանում չի ապրել, չի կարող ընտրել եւ մյուսը կառավարությունը ըստ էության նախատեսում է ներդնել բջջային հեռախոսների այդ կոդերի պարտադիր պետական գրանցում եւ սա մտահոգություն է առաջացնում անձնական տվյալների ներողություն վերահսկողության պետության կողմից մտահոգություններ խտանում են վարչապետի հայտարարությունից հետո, որ գաղտնիք բացեն, որևէ մեկը գաղտնիք չունեք։ Այսինքն մենք ինչի հետ գործ ունենք, որպես նաև հետընտրական process-ներ, սրան գումարվում է նաև ԲՀԿ-ի շուրջ Ծառուկյանի շուրջ այդ իրավիճակը, երբ որ տապալում են գետին, մի տեսակ ամեն դեպքում որոշակի ժողովրդավարության հետընթացի ռիսկեր նշմարվում են, այդպես չէ։ Ինչ եք դուք տեսնում ընդհանրապես։ Իրականում այո, ցավոք, հատկապես ընտրական իրավունքի մասով կարող ենք քննարկել, որովհետև այնուամենայնիվ մենք տեսանք, որ դրա ռիսկերը կան եւ ինչ որ լուծում այնուամենայնիվ այդտեղ պիտի տրվի, մենք կարող ենք այնտեղ այո կարգավորման սահմանադրության հետ հարաբերակցություն։ Այո, այսինքն այստեղ այդ հարցը իսկապես կարելի է պիտի քննարկել, գուցե այլ լուծումներ կգտնվեն եւ այլն, բայց հեռախոսների հետ կապված ուղղակի հիշեցնեմ, որ անգամ եթե մենք գաղտնիք չունենք, մենք այդ գաղտնիք չունենալու համար տալիս ենք մեր համաձայնությունը սովորաբար, հա, այսինքն եթե օրինակ որևէ սոցիալական մեդիայում մենք գրանցվում ենք կամ որևէ ինչ որ բան գնելու դեպքում գրանցվում ենք եւ այլն, մենք տալիս ենք այդ համաձայնությունը։ Հասկանալի է, որ շատ քչերն են ի վերջո կարդում այդ գաղտնիության պայմանները եւ այլն, ոչ ոք չի կարդում, բայց այնուամենայնիվ մենք այդ համաձայնությունը տալիս ենք։ Այս դեպքում մենք այդ համաձայնությունը չենք տվել։
Սա այն ամենապարզ բանը, հա, հակադարձումը, բայց իհարկե այստեղ շատ ավելի խորքային հակադարձում պետք է լինի։ Նախ իմ մտահոգություններից մեկը այն է, որ այդ տվյալների բազան եւ դատաբազան որքանով իսկապես հնարավորություն է լինելու իրապես ապահովել դրա անվտանգությունը, որովհետեւ այդ անվտանգության ապահովումը միայն անձնական տվյալների եւ անհատապես մեր իրավունքի եւ անձնական տվյալների պաշտպանության հարց չի, դա իրականում ստացվում է, որ ազգային պետական անվտանգության հարց կարող է դառնալ։ Երկրորդը այն նպատակը, որի համար դա արվում է, այդ նպատակի համար դա բացարձակ արդարացված չի, հա, այսինքն տնտեսական այդպես սև շուկայի վերահսկողության համար դա մոտարապես ինչ ասեմ, նույնն է, ոնց որ կարծեմ այդ օրինը կրակես ճնճղուկի վրա օրինակ, չէ՞։ Մոտավոր, այո, կամ ասենք, չգիտեմ, հա, մոտավորապես այդպեսի մի բան։ Կհետևենք այդ մասով։ Բավական սխալ, այսինքն հասկանալի է, որ եթե այդ նպատակն է իրականում, եթե այդ նպատակն է, ուրեմն շատ վատ կառավարման հետ գործ ունենք, եթե ոչ, ուրեմն նպատակը թաքնվում է եւ այստեղ շատ ավելի մտահոգիչ է խնդիրը։ Տեսեք, Ծառուկյանի մասով, այսպես ասենք, իշխանական կամ մերձիշխանական գործիչներ այս գործը ոչ միայն կապում են իրանցիներին գցել է եւ այլն այս տրամաբանության մեջ կամ հարկային ինչ-որ չարաշահումներ են արվել, այլև նաև Ռուսաստանի քաղաքական ազդեցության գործիքներից մեկը առնվազն թույլատնելու նպատակով Փաշինյանը Ծառուկյանին կոչում էր լրտեսական կուսակցության գլուխներից մեկը եւ ըստ էության նաև ամենևին չմերժելով Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը նվազեցնելու կամ աղմատախիլանելու անհրաժեշտությունը եւ կարիքը մեր պետության ինքնիշխանության համար, բայց ռիսկ տեսնում եք, թե չեք տեսնում, որ այսպես ասենք պուտինյան ազդեցությունը կչեզոքացվի պուտինյա գործիքակազմով եւ մենք կունենանք ի վերջո պուտինյան ժողովրդավարություն, հա, չենք ունենա, այսինքն թե կամ պուտինյան ավտորիտարիզմ, ես չեմ կարծում մենք այդտեղ կհասնենք եւ չեմ կարծում մենք այդտեղ կհասնենք մի քանի պատճառով, հա, այսինքն այդ համեմատության հետ պիտի շատ զգուշ լինել, հատկապես այս վերջին ամիսներին հատկապես հիշում ենք այդ այդպես մեկ այլ համեմատություն ավելի վատ, հա, ստալինիզմ, 37 թիվ եւ այլը, մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, թե այդ համեմատությունները որքան անգամ եզր չկա, հա, համեմատելու եւ ինչ իրականում ինչ ժամանակներ են եղել 37 թվերը նաեւ պուտինյան այսօրվա Ռուսաստանը ընդհանրապես իր ավտորիտարիզմով կամ ավտորիտարիզմ չի նույնիսկ, հա, տոտալիտարիզմով կան իհարկե մտահոգություններ, բայց երևի պիտի սկսեմ շատ ավելի այդպես առաջնային հարցից, իսկ ինչու մինչ օրս սա չէր արվել։ Այսինքն մենք շատ լավ գիտենք, որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում բազմաթիվ փողերի լվացման, բազմաթիվ այդպես դեր խնդիրներ են եղել տասնյակ տարիներով, դա նորություն չի, բազմաթիվ նաև քրաիրավական հարցերում հարցեր են եղել եւ այլը, եւ այս խնդիրը պիտի լուծվեր, եթե ոչ 2018-ին, այս խնդիրը պիտի նաև լուծվեր 2020-ին, երբ որ այդ process-ը սկսվեց։ Ինչու այսքան ձգվեց։ Այստեղ իհարկե նաև դատաիրավական համակարգի վրա կարող ենք այդ պատասխանատվությունը դնել, որովհետև այն գործը, որը գնաց ի վերջո դատական process-ներով, այնպես սխալ էր նաև ամբողջ դատախազության կողմից ամբողջ գործը քննվել եւ հիմնավորումները ներկայացվել, որի վերջո դատարանում որևէ կերպ հնարավոր չեղավ ապացուցել այդ մեղադրանքը եւ այստեղ մենք գործ ունենք նախկինում դատախազի հետ, Արթուր Դավթյանի սխալների հետ եւ այստեղ մենք գործ ունենք շատ կարեւոր ցույցերի հետ մասնակցում։ Եվ բնական է, այո, եւ բնական է, ինչի մասին մենք ես գոնե 2018-ին անընդհատ էի խոսում եւ ոչ միայն ես, այլ նաեւ շատ այլ գործընկերներ եւ իհարկե դատաիրավական համակարգի առողջացման մեծ հաշվով տապալման ամբողջ գործընթացը, որովհետեւ մենք հիմնականում այդ բարեփոխման հիմնական գործընթացը մեծ հաշվով տապալել ենք եւ տեսնում ենք սրա արդյունքը։ Բայց այստեղ ես մեկ այլ քաղաքական նաեւ
պատճառ կարող եմ եւ հիմնավորում կարող եմ վերել, այն է, որ գուցե այն ժամանակ նաև կար որոշակի կաշկանդվածություն ռուսական կողմից եւ իհարկե Բելարուսի կողմից։ Այսինքն կա այն որոշակի Քոչարյանի մասով վստահաբար կար պուտինյան ազդեցությունը, որ ազատեք եւ այլը, եւ գուցե այդտեղ նաև որոշակի այդպես ինչ որտեղ զիջում է տեղի ունեցել եւ այդ կապանքները այլևս չկան։ Քոչարյանին ազատելու։ Նաև Քոչարյանին ազատելու եւ ենթադրում եմ, որ հիմա կգնա ավելի խիստ այդպես գործընթաց եւ վերջապես իհարկե մարտի 1-ի մասով մենք ունենանք ի վերջո բացահայտումներ եւ այստեղ հարցը միայն բացահայտումները չի, որովհետեւ այստեղ բոլորովին ինձ համար էական չի, թե կոնկրետ որ ոստիկանն է օրինակ Չերեմուխայոթից կրակել եւ այլ, որտեղ դրանք բոլորը հրաման են կատարել։ Անկամ նրանց վերադասն է հրաման կատարել, որտեղ այդ հրաման տվողի վերջո հենց քաղաքական իշխանությունն է եղել եւ հենց Քոչարյանը։ Եվ այս նույն նաեւ տրամաբանությունը կարծում եմ Ծառուկյանի դեպքում է գործել, որ հիմա ուղղակի չկա որևէ կաշկանդվածություն եւ այդ գործողությունները իրականացվում են։ Այսինքն ես ինքս հարցը տվեցի, ես ինքս ինչ որտեղ այդ պատասխանը գոնե ինքս փորձում եմ գտնել, ինչու մինչ օրս սա չէր արվում։ Եվ այստեղ մեկ այլ պատասխան եւս նաեւ կարող ենք գտնել, որ իսկ որևէ մեկը կարծում է, որ Ծառուկյանը ինքը իր կամքով մտավ նորից քաղաքական դաշտ, վստահ եմ, որ ոչ։ Որովհետև վստահաբար Ծառուկյանը Սամվել Ալեքսանյանի նման կուզենար ունենալ ազատություն իր բիզնեսը իրականացնելու, իր գլուխը հանգիստ իր բիզնեսով եւ ի վերջո վայելել իր այսպես ասած ծերությունը։ Վստահաբար եղել է արտաքին ազդակ եւ այս դեպքում մենք հասկանում ենք, որ այդ արտաքին ազդակը որտեղից է եղել Լուկաշենկո Պուտին համագործակցությամբ, այնպես որ այստեղ է նաև պատճառը, որ դա արվեց անընդունելի ձևով, այդ քաղաքական շոուի էր, բայց այստեղ գուցե նաև ի ցույց էր դրվում հանրությանը, որ հնարավոր բոլոր այն դերակատարները, որոնք արտաքին միջամտությամբ որոշակի ազդեցությամբ որևէ process են սկսելու Հայաստանի դեմ, եւ ես սա չեմ համարում իշխանության դեմ, այլ հենց Հայաստանի Հանրապետության դեմ, գուցե այսպիսի process-ներով, բայց ասում եմ, ինքնին այդպես կնեք այդ կալանավորման փաստը եւ այդ տեսանյութը ինքնին անընդունելի էր, որովհետեւ ոստիկանությունը իրավունք ունի կամ ընդհանրապես այդ կալանավորման process-ում եւ ոստիկանությունը իրավական մարմինները իրավունք ունեն ուժ կիրառելու եւ թերևս պետությունն է միակային մարմինը, որը իրավունք ունի իրավական առումով ուժ կիրառելու, բայց այդ ուժը պիտի լինի հիմնավորված, իրավաչափ, այս դեպքում գոնե այն տպավորությունը, որ մենք տեսանյութից ենք տեսնում, որևէ կերպ ընդդիմություն չէր ցուցաբերվում եւ նման բռնություն կիրառելու պահանջ եւ հիմնավորում չկար։ Նկատի ունեք, որ այդ տեսանը կալանավորման, ձերբակալման եւ ուղերձեր նաև արտաքին Կարծում եմ սա ավելի շատ հենց ուղերձի համար էր արվում, հա, այսինքն դրա անհրաժեշտությունը իրավական առումով որևէ կերպ չկար, կամ գոնե այն տպավորությունը, որ մենք տեսանյութից ենք տեսնում, որտեղ կարող է մինչև այդ ինչ որ գործողություն արվել, որը հիմք է տվել իրավապահներին, բայց չեմ կարծում, որովհետև այնպիսի տպավորություններ, որ տան շատ հանգիստ անգամ անսպասելի գործողություններ եւ այդ անսպասելիության մեջ նաեւ որևէ կերպ հակազդել նաեւ չէր հասցնի, այսինքն նման իրավաչափ չէր այդպիսի ուժ կիրառելը։ Եվ այս առումով այո, իրավունքի պաշտպանության տեսանկյունից մտահոգություններ կան եւ որ սա չդառնա նախադեպ, որ այո, որևէ մեկը, որը որևէ կերպ փորձում է հակազդել իշխանությանը, արժանանալու է նման այդպես վերաբերմունքի։ Տեսեք, Տիկին Աբրամյան, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, Պուտինը բաց ասաց, որ ռուսամետ ուժեր կան, թույլ տվեք նրանք քաղաքական աշխատանքին մասնակցեն եւ այլն։ Նրանք ոչ միայն մասնակցեցին քաղաքական աշխատանքին, այն բավականին ծանրակշիռ քվեներ ձեռք բերեցին եւ ներկայացին իդեպ խորհրդարանում։
Հիմա մի կողմից, եթե այսպես ասենք ռուսական քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու քայլեր են արվում իշխանությունից կողմից, ինչի կարիք էլի եմ ասում չենք շղթում, բայց ստացվում է դա այս ընդդիմությանը ապամոնտաժելու մասին է լինելու, հա, այսինքն ստացվում է իշխանությունը ճնշում է ընդդիմությանը։ Բայց մյուս կողմից էլ այդ ուժերը ակնհայտորեն չեն թաքցնում իրենց մեղմ բառ օգտագործենք լոյալությունը Ռուսաստանի նկատմամբ։ Ստացվում է, որ ձեռք տալով այս ուժերի ժողովրդավարությունը վտանգվում է, որովհետև իրանցիներից հափշտակության գործը օգտագործելով Ծառուկյանը չեզոքացվում է Ռուսաստանին եւ Բելարուսին ինչ-որ մեսիջ տալու նպատակով, ինչ-որ խեղաթյուրում է ամեն դեպքում տեղի ունենում։ Ստացվում է գործիքները այնքան էլ մաքուր չեն ստացվում եւ չի ստացվում, որ նաեւ մենք կարող ենք զրկվել ընդդիմությունից, դա էլ մի բան չի էլի, այդ հավն է ձվից, ձուն է հավից, ինչպես է։ Տեսեք, ես այդ մտավախությունը չունեմ, որ մենք կարող ենք զրկվենք ընդդիմությունից, կոնվենցիոնալ տեսանկյունից, ազգային ժողովի ներկայությունից չենք զրկվի, որովհետև այնուամենայնիվ մանդատները վերցնում են եւ գնում են մարդ է քվեարկել, հա, այսինքն այդ քաղաքացիների պետք չի հարց է, որքանով քաղաքացիները, որովհետև այստեղ մեծ դերակատարում է ունեցել մարդկանց որոշման վրա ազդեցություն է ունեցել ապատեղեկատվությունը, ռոպագանդան, ընտրակաշարքը, այսինքն սրանք իհարկե, բայց հասկանում ենք, որ այդ կես միլիոնի մեջ վստահաբար եղել են մարդիկ, որոնք նաև գաղափարական կամ թեկուզ ուղակի զուտ անձին ավելի վստահելու տեսանկյունից են այդ քվեն տվել, այսինքն ոչ բոլորն են բնականաբար այդպես ռոպագանդայի ազդեցության տակ եղել կամ ֆինանսական, այսինքն ընտրակաշարքի ազդեցությամբ հասկանալի, այսինքն նաև այո, ի ատելություն, ի հակավորություն իշխանությանը եւ այլ եւ այլ։ Ի վերջո նոր դեմքեր եւ նոր ուժեր եւ որին հասարակությունը նաեւ սպասում էր, որովհետեւ բոլոր հետազոտությունները վերջին 5 տարիների հենց դա էր հուշում, որ նոր դեմք է հարկավոր, որովհետեւ մարդիկ ոչ մեկին չեն, այսինքն 46% առնվազն հստակ ասում էր, որ որևէ մեկին չի վստահում արդեն եղած քաղաքական դաշտում։ Այլ հարց է, որ այս ապամոնտաժումը, եթե այդպես կարող ենք անվանել, նաև հնարավորություն կտա իսկապես ավելի ժողովրդավար ուժերի քաղաքական դաշտի մաքրման տեսանկյունից, որովհետև բայց սա էլի եմ ասում, սա շատ ուշացած քայլ է եւ համամիտ եմ ձեր նկարագրած ընդհանուր պատկերի հետ, որ ստացվում է, որ ինչ որտեղ պայքարում ես ռուսական ազդեցության դեմ, բայց ստացվում է, որ դու հակաժողովրդավարական քայլեր ես անում։ Այդ ժողովրդավարությունը պաշտպանելու համար հակաժողովրդավարական քայլեր ես իրականացնում եւ որը պատճառը նրա, որ այդ քայլերը վաղուց չի իրականացվել։ Պատճառը նրա, որ այս քայլերը շատ ուշացած են եւ եթե ինչու ենք նաեւ անընդհատ ասում, որ 2018-ից ի վեր անընդհատ շեշտում, որ քաղաքական գնահատական պիտի տրվի, քաղաքաիրավական գնահատական պիտի տրվի, այս բոլոր մարդիկ, եթե իրավական դատական համակարգը ի զորու չէ կամ չի ցանկանում ինչ որ գործողություն իրականացնել, գուցե այլ տարբերակով պետք է ուղղակի հնարավորինս, որովհետեւ բազմաթիվ հնարավորություններ կային նույն տարբեր կուսակցությունների ունեցվածքի այդպես հստակ կնեք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը որ կան հիմա դատարաններում, այո, բայց դրանք էլ շատ արդեն եթե դրանք հանգուցալուծված լինեն, ինչ որ միջափով, հա, ապօրինի կապիտալը դուրս կբերվեր քաղաքականությունից եւ ինչ որ միջափով կնպաստեր, որ ավելի քաղաքական եւ ոչ ապօրինի մեթոդներով ուժերը ուշացած քայլեր են, որոնք արդեն իսկ թվում է իրապես շատ բաներ Հայաստանի Հանրապետության սուվերենություն, ինքնիշխանություն եւ այլն պաշտպանելու համար անհրաժեշտ գուցե քայլեր են, բայց դրանք էլ հակադրության մեջ են մտնում այո իրավունքի պաշտպանության, ժողովրդավարության տարբեր գործընթացների հետ, այսինքն այս առումով շատ բարդ է իրավիճակը, շատ բարդ է նաև քաղաքահասարակության վիճակը, որովհետև ինչ որտեղ այո մենք տեսնում ենք, որ սա թերևս անհրաժեշտ գործողություն է, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք ընդհանցակարգային
բազմաթիվ խախտումներ եւ այդ խախտումները չի բացառված, որ դառնան նախադեպային, որ դառնան հետո արդեն բոլորին վերաբերող, այսինքն մի դեպքում եթե աչք ենք փակում, այդ մյուս դեպքում արդեն դրանք դառնում են նորմ եւ այդ նորմը շատ արդեն վտանգավոր տեղ կարող է տանել, այնպես որ այսպիսի իրավիճակներ շատ պետություններ են, այսպիսի իրավիճակներով շատ պետություններ են անցել եւ մեզ համար այդ ուղենիշը պիտի լինեն նաեւ եվրոպական երկրները։ Չնայած այստեղ նաեւ էլի համեմատության առումով բավական բարդ է։ Նույն օրինակ Ռումինիայում, երբ որ ուղակի կասեցրեցին, չեղարկեցին ընդհանրապես ընտրությունները եւ դատական բազմաթիվ process-ներ սկսեցին, այնտեղ էլ ասում էին, այս ինչ եք անում, անգամ նույնիսկ Վենսն էր ասում, որ դուք պաշտպանում եք ժողովրդավարությունը բոլորովին հակաժողովրդավարական գործընթացներով, բայց եթե եվրոպական երկրները դա իրենց թույլ տալ կարող են, որովհետև այնուամենայնիվ ունեն կայացած ինստիտուտներ, հատկապես դատաիրավական կայացած ինստիտուտներ, մեր դեպքում շատ վտանգավոր է այդտեղ գնալը, որովհետև մեր դատաիրավական համակարգը խիստ դեռևս չկայացած է եւ շատ ինստիտուտներ այդ առումով կարող է այնպես դեգրադացվեն, որ մենք իսկապես նաեւ Վրաստանի օրինակը տեսնենք, ընկնենք Վրաստանի օրը։ Դե Հայաստանի իշխանությունը այսքան ոնց կարելի է նկատել, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ծիրում է տեղադրում, չէ, տեղավորում Պուտինը չի շնորհավորում եւ Փաշինյանը այստեղ բռնում է իշխանության իրավական կառույցները, մարդիկ հայտնվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով բանտերում։ Այսինքն որոշակի այսպես դինամիկա կա, թեև Նիկոլ Փաշինյանը փորձեց Միշուստինի այդ հանդիպումով որոշակի շտկումներ մտցնել, բայց նախնական արձագանքները ոնց որ թեմասն են, որ շատ լավատեսության հիմքեր չկան եւ տեսնում ենք, որ Պուտինը էլի չի շնորհավորում, չնայած նրան, որ ընդդիմությունը վերցրել է մանդատները, գնալու է համանդրական դատարանի որոշումը կա, այսինքն որոշակի հանգուցալուծման Ռուսաստանը չի հասցնում, այ ինչու հարցն է այստեղ շատ կարևոր, ես լսում եմ Սամվել Կարապետյանին, նա ասում էր տրիգերների ենք սպասում, հայերեն ասած խթանիչների, հա, քաղաքական, արդյոք այդ խթանիչները, հայերեն ավելի սիրում է այդ բառը, կարող է լինել Ռուսաստանի պատժամիջոցների խստացումը, օրինակ գազը թանկացնել, չգիտեմ, տնտեսվարողների համար այնպիսի խնդիրներ ստեղծել, որ փողոցները օրինակ լցվեն սոցիալական բունտ անող քաղաքացիներով եւ տրիգերները օգտագործվեն, ընդդիմությունը որոշակի, այսպես ասենք, մանդատները վերցրած արդեն իշխանափոխության սցենար գործարկի, բայց սա ենթադրություն է ընդամենը, զուտ այսպես դատելով տարբեր ազդակներ փորձում են ինչ-որ մի պատկեր ստանալ, ինչ եք դուք մտածում։ Սամվել Կարապետյանի ասած այդ տրիգերը, ես էլ եմ ենթադրում, որ դա արտաքին ճնշման միջոցով, այսինքն Ռուսաստանը այնտեղից ճնշի, այստեղից ինչ-որ process կսեն, մոտարապես ենթադրում ենք, որ դա կարող է լինել, որտեղ այլ տրիգեր գոնե իշխանափոխության համար պետք է որ դեռևս չլինի, բայց իրականում իր ասածը, որովհետև երբ ամբողջ բանը խոսքն ենք լսում, իր ասածը այլ տրիգեր ինքը նկատի ուներ կամ գոնե ուզում էր ցույց տալ, այն էր, որ իշխանությունը կսխալվի, համոտարապես դա էր իր ասելիքը, որ իշխանությունը շարունակաբար միևնույն է սխալվում, այդ սխալներից մեկի դեպքում մենք կկարողանանք ինչ-որ process սկսել։ Դե կնեք նա սխալ համարում է նաև Ռուսաստանը այդ հարաբերությունը մեզ խնդիրները Փաշինյանին մեղադրելով տնտեսական կարող է, բայց նաև կարող ենք ենթադրել, որ օրինակ մտածում են, որ օրինակ սահմանադրական փոփոխության ինչ-որ process կսկսվի եւ դրա վրա կկարողանան որոշակի ալիք կառուցել, այսինքն բացառապես Ռուսաստանի ճնշումների վրա չի հույսը, որովհետեւ նաև ենթադրում են, որ նաև հասկանում են, որ այդ ճնշումները չեն կարող ներսում այնպիսի ալիք բարձրացնեն, որ դա իսկապես դառնա այդպես իշխանության փոփոխության պատճառ, որովհետև նաև հասարակությունը շատ լավ հասկանում է Ռուսաստանից եկող վտանգները։ Հասկանալի է իհարկե, այնպես չի, որ մեր հասարակությունը այդ առումով շատ կրթված է եւ այլն, եւ հասկանալի է, որ առնվազն եւ այստեղ է նաեւ մտահոգիչ մտահոգությունը, որ առնվազն 500,000 հոգի
որևէ կերպ այդ վտանգը ճիշտ չեն գնահատել եւ ընտրություն են կատարել մի ուժի նկատմամբ, որը որ ամբողջությամբ ըստ էության եւ շատ բացեիբաց պաշտպանում է ռուսական շահը։ Բայց այստեղ իհարկե նաև անձի հարց կա, ատելություն իշխանության նկատմամբ կա եւ այլ, այն ամբողջ կեղծ նարատիվը, որ եթե այլ ուժերի եք տալիս փոշիանում է ձայնը եւ այլ, այսինքն դրա համար է կենտրոնացել հենց այս ուժերի ձեռքում այդքան ձայնը։ Բայց այստեղ մի այլ խնդիր կա, որ տեսեք, եւ այս հարցը նաեւ շատ չի քննարկվում, որքան են ամբողջ մոտավոր շրջանառությունը այն ապրանքների, որոնք այսօր կասեցված են եւ կարող են ընդհանրապես կասեցվել, հա, դա մոտավոր հաշվարկով Հայաստանի հնայի մեջ 0.9% է, 0.9% է, եւ դա մոտավոր կազմում է 260 միլիոնից ոչ ավել դոլար, հա, մինչև մոտավորապես 260 միլիոն դոլար, որը մեծ հաշվով մեծ գումար չի, որը կարող է այնպիսի զայրույթ առաջացնել, որ իշխանափոխության բերի եւ այլ։ Այլ հարց է գազի թանկացումը, այլ հարց է գազի, այդպես օրինակ, չգիտեմ, գազը կտրեն, ատոմակայանի սպասարկումը չեղարկեն, ցուրտ ձմեռ եւ այլն։ Բայց սրանք կգնան արդյոք եւ արդյոք, որովհետեւ սրա հետևանքը հակառուսականություն խթանելու շատ ավելի մեծ կարող է լինել, քան են հնարավոր ազդեցությունը հակաիշխանական այդպես ալիք բարձրացնելու։ Այսինքն Ռուսաստանը կարող շատ մեծ հավանականություն, որ հակառուսական ալիք կարող է բարձրացնել շատ ավելին է, քան որ կարող է բարձրացնել հակաիշխանական ալիք, որովհետև հասարակությունը հասկանում է, որ այդ տնտեսական ճնշումների մյուս գործիքը կոնֆլիկտն է։ Եւ եթե մենք չենք դիմանում տնտեսական ճնշումներին, ուրեմն պիտի նաև սկսենք պատրաստվել դիմանալ կոնֆլիկտի վերագործարկմանը։ Եվ Ռուսաստանի հիմնական պայքարը ըստ էության այդ կոնֆլիկտի գործիքը կամ կոնֆլիկտի զենքը վերադարձնելն է իր ձեռք։ Եվ այս այլընտրանքը կամ այլընտրանքի բացակայությունը, որ դիմանալ տնտեսական ճնշումներին, թե նորից վերադառնալ կոնֆլիկտային իրավիճակի եւ որի դեպքում Ադրբեջանը միշտ կարող է դառնալ այդպես բութ գործիք Ռուսաստանի ձեռքում, շատ ավելի այդպես միանշանակ է այդտեղ ընտրությունը, հա, դիմանալ տնտեսական ճնշումներին, որոնց լուծումը շատ ավելին է եւ որոնց լուծումը հնարավոր է, եւ այստեղ մեկ այլ ռիսկ էլ կա, որը Ռուսաստանի համար կարծում եմ պիտի որ հեծի պատմությունից հետո հստակ լինի, որ ի վերջո եթե օրինակ գազի խնդիր ենք ունենում եւ մենք օրինակ մեծացնում ենք Իրանից ներկրումը, որովհետեւ հիմա մոտավորապես 12% է Իրանից գազի ներկրումը, եւ եթե արգելք է լինում օրինակ խողովակաշարի ենթակառուցվածքների, որտեղ դա եւս պատկանում է եւ մեր նախկին իշխանությունների շատ այդպես մեծ խելքով եւ ստրատեգիկ ռազմավարական մտածելակերպով տրվել է կրկին պարտքի դիմաց, այսպես ասած, թե այդ պարտքն էլ որտեղից էր գոյացել, մենք այդպես էլ որևէ մեկս չհասկացանք, այդ 200 միլիոնի պարտքը ամբողջությամբ տրվել է Գազպրոմ Արմենիային։ Հնարավոր է արդյոք ազգայնացման process, իհարկե հնարավոր է, այսինքն այս սցենարն էլ իրենք հաշվարկում են, այսինքն այդ գազի ճնշման գործիքը այդքան միանշանակ չի, որ իրականացնելու է։ Այսինքն դա կարող է ռուսական ներկայության խիստ սահմանափակման, այսինքն իրենք որքան մեծացնեն ճնշումները, Ռուսաստանում կարծում եմ շատ լավ են հասկանում ազդեցության, հակազդեցության ծնման օրենքը, հա, այսինքն որքան մեծացնում ես ազդեցությունը, այնքան մեծանում է հակազդեցությունը։ Հատկապես այն պայմաններում, երբ հայ ժողովուրդը շատ հստակ տեսավ, որ պատերազմական իրավիճակում մենք մենակ ենք մնում։ Եվ այս իրավիճակում նորից վստահել ռուսական աջակցությանը կամ վստահել ռուսական այդպես եղբայրական գործողություններին, որևէ մեկը մեր հասարակության մեջ կարծում եմ, եթե ուղղակի բացառապես այդպես պրոպագանդա չի իրականացնում, վստահաբար չի հավատում դրան։
եւ որքան մեծանա այդ ճնշումը, այնքան մեծանալու է հակազդեցությունը, որովհետեւ մարդիկ արդեն շատ լավ հասկանում են, այո, միևնույն է այդ ապատեղեկատվության հոսքը մեծ է, ապատեղեկատվության ազդեցությունը բավական մեծ է, որովհետեւ նաեւ մենք տեսնում ենք այդ 500,000 ձայնի մեջ, որովհետեւ չէր կարող այսպիսի պատկեր լինել եւ 21 թվականին անգամ այդպիսի պատկեր մենք չունեինք, որովհետեւ դեռևս այդ ապատեղեկատվական հոսքերը այդքան մեծ չէին եւ այդ այսպես ասած այդ խառնածին պատերազմը դեռևս Հայաստանի դեմ այդ ուժգնությամբ չէր կիրառվում եւ դրա համար մենք ունենք ընտրական այսպիսի պատկեր, բայց մյուս կողմից նաեւ հասկանում ենք, որ սովորաբար այդ ազդեցության գործիքը, ճնշումը չափ ունի, եթե դու չափ անցնում ես, դա միշտ շատ ավելի ուժեղ հակազդեցություն է առաջացնում եւ կարծում եմ այս հաշվարկները Ռուսաստանում իրականացնում են, եթե լրիվ իրացիոնալ դաշտում չեն գործում, ես հույս ունեմ, որ դեռևս այդ աստիճանի ռացիոնալիզմին մեջ չեն ընկել։ Կհետևենք եւ կհասկանանք, արդյոք այդպես է թե ոչ։ Շնորհակալ եմ։ Factor TV-ում հյուրընկալել էին Գայանե Աբրամյանին։